հայկական իրականության մեջ շպարի բնական լինելու ձգտումը։ Դուք կհասկանաք, որ հայ կանայք երբևիցե սիրեր եւ առարկաներ, նյութեր չեն կիրառել, որտեղ որ վնաս կհասցվեր իրենց օրգանիզմին։ Ես ուզում եմ այս կարևոր հարցին անդրադառնանք, որովհետեւ Եվրոպայի, Աֆրիկայի, մնացած այլ երկրներում դուք տեսնեք աշխարհի ամենավնասական նյութերով փորձել են գեղեցկանալ։ Եվ գեղեցկությունը զոհեր է պահանջում այս արտահայտությունը բարի բուն իմաստով հենց շպարվելու տեխնիկայի եւ դրանով կիրառվող նյութերի թունավոր կամ ոչ թունավոր լինելու հետ է ասոցացվում։ Հիմա հերթով գնանք։ Առաջին ասոցիացիան, որը շրթներքն է, կնոջ, այսպես ասած, հարդարման պարագաների մեջ, այստեղ կարևոր է հատկապես դիտարկել շրթներքի պատմությունը, բառը գալիս է պոմադա բառից։ Բոլորից հայտնի է, շատ քիչերն է, որ շրթներք են օգտագործում, ասում են պամադե ստուր, հա? Այս արտահայտությունը բոլորի մոտ կա, եւ կանայք միշտ օգտագործում են դա։ Իրականում անվանումները այստեղ դրված է, ֆրանսերեն նշանակում է պոմադա, իտալերեն պոմատա եւ լատիներեն պոմիում, որը նշանակում է խնձոր։ Ինչու խնձոր, որովհետեւ պոմադայի նախահինքը որպես քսուկային տարբերակով կիրառվել է հենց խնձորի տեսքով եւ խնձորի այդ հյուսը օգտագործել են ոչ միայն որպես շրթներ, այլ այն քսուկները, որոնք օգտագործում էին մաշկի, ձեռքերի փափկեցման համար, հենց իր անվանումը պոմադա էր։ Նախքին ազդագրերի մեջ դուք երբ որ փորձեք փնտրել թերթերի մեջ, կտեսնեք, որ գրված է լավ գլիցերինո պոմադա։ Դա չի նշանակում, որ դա շրթներք է, այլ նշանակում է, որ դա ձեռքի, ուրեմն քսուկ է, այսպես ասած։ Անդրադառնանք հաջորդին եւ հասկանանք ինչպիսի նյութով էին օգտագործում որպես շրթներ եւ գնանք դեպի Եգիպտոս։ Շպարի իրականում նախնական նախատիպը ավելի շատ ակտիվ եղել է հիմնականում Եգիպտոսում եւ Նեֆերտիտի որպես այդպիսի ընդհանուր հագուստի եւ ընդհանուր տարերի հետ կապված շպարի պարագաներ, մենք տեսնում ենք շրթներքի բաղադրությունը։ Հիմա տեսեք ինչպիսի զարմանալի բաղադրություն ունի դա, օգտագործում էին բռոմ, որովհետեւ բռոմը ինքնին կարմիր էր եւ թունավոր նյութ էր իրականում, դա հետո բացահայտեցին, որ թունավոր նյութ էր, որովհետեւ նախկինում իրենք գեղեցկանում էին հաշվի չառնելով, որ դա իրենց կյանքից խլում է տարիներ։ Եվ հետևաբար շարունակությունը որպես այդպեսին կիրառում են յոդ, կարմիր ջրիմուռ, կարմիր միջատ, դա որդան կարմիրի, հայկական որդան կարմիրի մեկ այլ տեսակ է, որը ապրում է հարավամերիկյան հատվածում եւ Մեքսիկայի շրջանում կակտուսի վրա է բնակվում։ Իսկ հայկական տարբերակը որդան կարմիր, գիտեք, Արարատյան դաշտում է եւ մասնավորապես տեղային բնույթ է կրում, էնդեմիկ տեսակ է եւ չի կարող Հայաստանից դուրս ապրել։ Արևելքի հրաշք էր անվանում որդան կարմիրը հայկական, որը օգտագործում են տարբեր գունանյութերի, օծանելիքների ստացման եւ ինչու ոչ նաեւ որպես այդպիսին գորգի հիմնական կարմիր գույնը ստանալու համար։ Եվ հիմա ամբողջ աշխարհում որպես այդպիսին լաբորատոր քննության արդյունքում որպեսզի պարզեն գորգը հայկական է թե ոչ, առաջին նախապայմանը թելի որդան կարմիրը ստուգելն է, քանի որ լաբորատորիայով կարելի է պարզել, որ կարմիրը ինչից է ստացված։ Այստեղ ձկան մանրացված թեփուկներ, հինա եւ յուղեր։ Ձկան մանրացված թեփուկները ձեզ շատ հայտնի է բլեսկ ասվածի ստանալու համար է։ Այն մեջը փոքրիկ հիմա մոդա է, հա, այդպես եզրերը եզրագծում են եւ մեջը փորձում են փայլուն այդ եզրագծող թաց էֆեկտը ստանալ։ Այն ժամանակ այդ ձկան թեփուկները օգնում են դրա ստացման համար։ Ասենք հաջորդին եւ խոսեմ մավրիտանական շրթներքի մասին։ Ես ընտրել եմ այնպիսի յուրահատուկ շրթներքներ, որոնք որ ձեզ համար տարօրինակ կթվան։ Այս շրթներքը ամբողջ աշխարհում վաճառվում են, հիմնականում հին շուկաներում, եւ սա պատրաստվում է հետեւյալ ձևով. թրծված կավի մեջ օգտագործում են 3 ամսյա չորացման կարգով կակաճի թեփուկները, տերևների հետ միասին, եւ մի զարմանալի հատկություն ունի այս շրթներքը։ Չոր վիճակում ոչինչ գույն չի տալիս, հա, պայուսակում հեշտ կարելի է տեղափոխել եւ որ ցանկանում են օգտագործել, պարզապես ցողում են ջրով եւ վրձնի օգնությամբ թեթև դնում են շրթունքների վրա։ Հետո նորից չորանում է եւ դուք ստանում եք չոր շրթներ տեղափոխելու հարմար տարբերակով։ Գանք Հայաստան։ Ինչ էին անում հայերը։ Վերցնում էին բազուկը եւ օգտագործում էին որպես շպարի լավագույն շրթներքի տեսակ։
Ես այստեղ դրել եմ երկու միջատներ, ներքևի անկյունի միջատը, որ տեսնում եք, դա որտեղ կարմիր է, հայկական էնդեմիկ միջատ, եւ վերևում տեսնում եք կարմիրը արդեն չորացված եւ փշրեցված վիճակում, դա ձեզ բոլորիդ հայտնի E120-ն է, որը օգտագործում է սննդամթերքի մեջ կարմիր բույս ստանալու համար։ Մի քիչ միգուցե դա հաճ թվա, բայց միջատներից են ստանում E120-ը։ Գրեթե բոլոր այս սննդամթերքները, որոնք ունեն վառ ակտիվ գույն, իրենք պարունակում են E120։ Ասված փառքից շատ, որ բնական միջատից է ունեցած։ Շղթերքի հետ կապված մի քանի անդրադարձ անեմ, ուրեմն շղթերքի սկզբանե մինչև 17-րդ դարը, 18-րդ դարը օգտագործում էին տղամարդիկ։ Ինչու՞, որովհետև տղամարդիկ համարում էին, որ խոսելու ընթացքում պետք է շուրթերը ընդգծել եւ այս բեղերի հատվածից հիմա դա անում ենք ածիրելու միջոցով, հա, այս սարի նման հատվածը որ կա, դա այնպես են հանում, որ շուրթը ընդգծված երևա։ Իսկ այս ժամանակ դա անում են կարմիր շղթերքով ներկելու էֆեկտով, հետագայում իհարկե դա դուրս եկավ տղամարդու, այսպես ասած, հարդարման պարագաների շարքից։ Այն ինչ որ ներկայացնում եմ, ի սկզբանե ավելի շատ տղամարդիկ են օգտագործել, հետո անցել է կանանց, այսպես ասած, հարդարման սրահ։ Շղթերքի ամենամեծ հավաքածուն պատկանել է ուրեմն Սոֆի Լորենին, որի 200-ից 3 հատ շղթերք է ունեցել իր հարդարման սեղանին, դե պատկերացրեք ամեն օր երևի մի հատ օգտագործել է, եւ այն այժմ պահվում է իհարկե որպես թանգարանային հավաքածու։ Սա ամենահետաքրքիր փաստն է, կինը իր կյանքի ընթացքում ուտում է 4 կիլոգրամ շղթներ, իսկ տղամարդը 3։ Կարծում եմ պարզ է տղամարդը 3 կիլոգրամը որտեղից է ուտում, ջերմ համբույրների արդյունքում այդ շղթերքը գնում է։ Հին Հունաստանում շուրթերը ներկում էին միայն հնագույն մասնագիտության տեր կանայք։ Սա շատ հետաքրքիր մի անդրադարձ է, որովհետև մի ժամանակ շատ շպարվելը համարվում էր անբարոյականության ցուցիչ, եւ հիշեք խսամյան ժամանակ այն կանայք, ովքեր շղթները շուրթի եզրագծից վերև էին քսում, համարում էին, որ իրենք անբարոյականներ են եւ փողոցում օրինակ տեսնելով նմանատիպ կանանց համարում էին, որ այդ կինը այլ աշխատանքով է զբաղվում։ Հիմա իհարկե փառք շատ չկա այդ, հանդիստ շուրթի ծավալ մեծացնելու համար իրենք կարող են եզրագծով անել այդ շղթները, սա ուղղակի պատմական օրինակ որպես այդպիսին։ Ուրեմն գոյություն ունի նաև շղթերքի էֆեկտ հասկացողությունը 1 վայրկյանում 22 սրվակ է սպառվում, այդքան արագ են գնում, իսկ շղթերքի էֆեկտը հետևյալն է։ Երբ որ տնտեսական ճգնաժամ է լինում, մարդիկ չեն կարողանում իհարկե գնել թանկարժեք իրեր, առարկաներ տան համար, բայց իրենք իրենց հոգեբանորեն ուրախ պատկերացնելու համար գնում են փոքրիկ իրեր, որոնցից մեկը հենց շղթներն է։ Եվ գալիս ենք 1930-ական թվականներ, 1930-ական թվականներին մի աբսուրդ տարբերակով փորձեցին գովազդի մեջ ներառել այնպիսի ռեակտիվ նյութեր, որոնց ներկայացրել են ուրանիումը, ռադիումը եւ պլուտոնը, որոնք որ ներդրվում էին շղթերքի բաղադրության մեջ, հավատալով, որ դա փոքրիկ ճառագայթներով կարող է բուժել ներքին, օրինակ ճաքերը, շուրթերի հետ կապված ինչ-որ վնասներ։ Հետո հասկացան, որ այս ճառագայթումը բերում է ռադիոակտիվ, այսպես ասած, ռադիոակտիվ ճառագայթման, որը ոչ թե օգուտ է, այլ վնաս։ Եվ բացառապես դուրս հանվեց սա գովազդային այս արշավի միջից։ Եթե ուշադրություն դարձնեք, դեմքը այնպես է նկարված, որ տակից լույս է ճառագում, հա։ Իրենք գիտեն, որ սա ռադիոակտիվ ճառագայթ է, բայց իրենք մեծ հաճույքով սա օգտագործում են որպես բուժական նպատակներով։ Սուրմա կամ ծարիր։ Հայերենում ծարիր տարբերակը շատ գեղեցիկ է, բայց ես շատ քիչ մարդկանց գտեմ, ովքեր ասում են ծարիր բառը, եւ այսօր նաև այդ առումով է հետաքրքիր, որ ես փորձել եմ ներառել գրական հայերենում օգտագործվող տարբեր բառեր, որոնք շղթերքի, այսպես ասած, ճիշտ հայերեն տարբերակներ են։ Ամենահետաքրքիր աշխատանքը, որ կատարեցի սուրմայի հետ կապված, փորձեցի գտնել Հայաստանում ինչպես էր իրականում սուրման պատրաստվում։ Եվ գնացինք առաջ։ Հրեղեն մոխիր պտղաբեր ցորեն։ Առաջին տարբերակը սուրմայի ստացման հետևյալն էր։ Ցորենի հասկից փոկում էին իր հատիկը, այրում էին ծայրը եւ փորձում էին ուղղակի գիծ քաշել, որովհետեւ եթե հիշեք ցորենի ծայրը սրաձև է, միանգամից վրձինը բնությունը ստեղծել է վրձին, որը կարելի է այրել ու ստանալ մոխիր եւ դրանով ընդգծել աչքերը։ Սա ամենավաղագույն սուրմայի տարբերակն է, որը հանդիպում է։
Սակայն մեկ սուրմա անվանտակ չեք հասկանում միայն մեկ կոնցեպտ, որովհետև իրականում գոյություն ունի 3 սուրմայի տեսակներ։ Հնդկական սուրման կոչվում է կաջալ, Հնդկաստանում է արտադրում եւ բնական միջոցներով, այսպես սա օգուտ է եւ ոչ վնաս տարբերակում։ Օգտագործվող նյութերը, որոնք որ օգտագործվում են, հիմնականում բնական են, դրանցից է մեղրը, գլխի յուղը շատ հետաքրքիր է նրանով, որ սա ջերմային բարձր ուրեմն մշակում անցնելու արդյունքում չի այրվում։ Մենք գիտենք, որ յուղը երբ որ այրվում է, դառնում է վնասակար։ Հետաբար սովորական պայմաններում, եթե տան յուղը բավական երկար է տապակում, դա դառնում է վնաս ոչ թե օգուտ։ Իսկ այս գլխի յուղը այդպես է մշակված, որ բարձր ջերմաստիճանում չի այրվում։ Եվ օգտագործում է արյուվերդի եւ այլ յոգայի հետ կապված այլ ուրեմն մարդկանց հետ, ովքեր որ բնական միջոցներով են հիմնականում սնվում։ Եվ բնական գունավորիչ։ Սա օգտագործում են աչքերի շուրջ քնելուց առաջ եւ օրվա ընթացքում ընդհանուր աչքերի կոպերը հանգստացնելու եւ բուժելու համար։ Երկրորդ տարբերակը հայկական սուրման է, որի մասին քիչ հետո ավելի մանրամասն կպատմեմ եւ կասեմ, թե ինչ է կոչվում դեղնիչ, այլ ոչ թե սուրմա։ Եվ երրորդը սա ամենավատ տարատեսակն է եւ խնդրում եմ կանանց, ովքեր որ սուրմա օգտագործում են, պարտադիր բաղադրության մեջ կնայեք, որ սուրմայի ապարից ստացված տարբերակ չլինի։ Սուրմայի ապարը թունավոր նյութ է եւ ծանր մետաղների մեջ պարունակում, հետեւաբար դրանք կարող են վնասել ձեր օրգանիզմը։ Ամբողջ աշխարհում սուրմա ոչ թե օգտագործում են կանայք, այլ օգտագործում են տղամարդիկ եւս։ Աֆղանստանում մինչև օրս օգտագործում են տղամարդիկ, Հնդկաստանում եւս, հայերի մոտ մինչև 10-րդ դար եւ դրանից առաջ հիշատակում որպես այդպեսին ես չեմ գտել, միգուցե լինի, բայց կարծում եմ, որ հին աշխարհում ավելի շատ օգտագործած կլինեն, որովհետեւ սա բուժական միջոց էր։ Սա գեղեցիկ Երևանի միջոց չէր։ Հիմա Հնդկաստանում, երբ որ սևով ընդգծում ենք, առաջանում է դոմինանտ շեշտադրման էֆեկտը, այսինքն աչքերը երբ որ փոքր են, եզրագծով երբ որ սև եք դուք ներկում, ինքը ավելի խոշոր է երևում եւ սուրման ունի մի հատկություն, որ աչքի ցանցաթաղանթը եւ այդ ընդհանուր հատվածը սկսում է փայլել, բնական փայլ է առաջանում։ Անդրադառնամ նաեւ թուք ու մրին, ինչու, որովհետեւ տատիկները սա բարի բուն իմաստով թքով էին անում։ Հայկական իրականության մեջ շատ հետաքրքիր մի պատմություն կա կապված սուրմայի ստացման հետ եւ այստեղ դուք տեսնում եք Սիլվա Կապուտիկյանի Նոյենզար տատի վանից բերված կաբլուխը, որի մեջ պահվում է այս յուրահատուկ սուրման եւ թելը կտեսնեք, որի ծայրին ամրացված է եղել ոսկոր եւ դրա միջից սուրման թրջել են, բերանն են տանում, թքով թրջում են, հետո սևացնում ու ստանում են այդ սուրմայի տարբերակը։ Եվ սուրման աչքի կոպի միջով քաշում են։ Շատ հաճախ նաև ասում են սուրմա քաշել այս երևույթին։ Հիմա իմ դաշտային ազգագրական նյութերից, որ ամենակարևոր նյութերից մեկն է ինձ համար որպես մասնագետ, ես շատ պատահականորեն Վայոց ձորի մարզի Խնձորուտ գյուղում իմ ընկերոջ տատիկի պատմությունը այսպես բացահայտեցի եւ իր տատիկը, նկարում պատկերված իր տատիկն է, շատ այսպես կեցավային ու սիրուն նկար է, ասես բայց այդպես տատիկից բան այդպես Պաչոպնի նկար չունեմ, ասեցի ինչքան սիրուն նկարա այս տարբերակը, որ ինձ տրամադրել է իրականում։ Եվ շատ մի հետաքրքիր բան, հա, այստեղ որսորդ Վարսակի կինն է եղել Զենոն, այստեղ տեսնում եք տոհմական է այդ արեստը իրենց մոտ, Վայոց ձորում շատ են օգտագործել այս սուրմայի պատրաստման եղանակը եւ հաջորդականությունը ուրեմն Կարսո Դեդոն փոխանցել է Զինոյին, Զինոն Վերենիկին, նկարում պատկերվածը Վերենիկ տատն է, ով մինչև իր կյանքի վերջում պատրաստել է այդ ուրեմն սուրման հայկական տարբերակով։ Հայկական տարբերակով սուրման ամենաառողջարար տարբերակներից մեկն է։ Դրա բաղադրության մեջ գնում է խուրմայի կորիզ, ոչխարի ճարպ, նուշի յուղ, ուռենու ենթակեղևային կամբիում, կամբիումի շերտը դա կեղևի տակ է լպստիկ հատվածն է, որ դուք հանում եք, բոլորը վստահ գիտեք դա որ մասն է, եւ խունկ։ Այս բոլորը իրար հետ խառնում են, բարձր ջերմաստիճանում, իդեպ սա տանը չեն պատրաստում, որովհետև սարսափելի հոտ ունի այս ամեն ինչը, հա։ Այնքան են բողում, մինչև այրվում է ամբողջովին, 4 այրումից հետո սկսում են արդեն օգտագործել իրեն որպես դեղամիջոց։
օգտագործում են հայ կանայք այս դեղամիջոցը հաց թխելու ժամանակ, որովհետև գիտեք, հաց թխելու ծխից ջուր է գալիս աչքերից, արցունք է գալիս, եւ սա դնում են եզրի հատվածում ու ասում են, որ այդ արցունքի գալը դադարեցնում է։ Բացի դրանից սա նաև, չգիտեմ, այստեղ բժիշկներ կա, այո, ես հիմա կասեմ, դուք փաստեք արդյոք կա այդպիսի բան, թե ոչ։ Ուրեմն սուրման երբ որ դնում են այստեղ, մազանոթները բավական շատ են աչքի հատակում, սառեցման մեթոդով աչքը հանգստանում է։ Եվ ճիշտ եմ թե չի ասեք։ Պետք է փորձեմ։ Իրականում Եգիպտոսում բավական հետաքրքիր է, որ օգտագործում էին ոչ թե գեղեցիկ երևանու համար, այլ շոկ վայրերում, հատկապես անապատային պայմաններում, դրա հիմքում օգտագործվող նյութերը ունեին սառեցնող հատկություն։ Եվ նաև օգտվում էր գլխացավի դեմ, տատիկները երբ որ գլխացավ ունեին եւ աչքից հոսունություն, իրենք սա օգտագործում էին եւ ասում էին, որ մեր գլխացավը կտանի։ Դրա համար է այս սուրման հայկական իրականության մեջ կոչվում դեղ դիր, այսինքն դեղ դնել, սա է արտահայտությունը ընդհանուր։ Հիմա ինչ կապ ուներ որսորդ վասակ է ամենի հետ։ Վախթան Գանանյանի հայտնի հերոսներից որսորդ վասակն էր, որ Զինոյի ուրեմն ամուսինն էր, եւ հայկական իրականության մեջ սուրմայի պատյանը, քսակը, որի մեջ փոշին պահում էին, պատրաստվում էր մարալի ուրեմն կաշվից փորի հատակի կաշին ամենաբարակ հատվածն է եւ դրանից պատրաստում էր որպեսզի այդ սև նյութը դուրս չգար, չէ՞ որ ինքը կաշի էր եւ չորանալուց հետո դառնում էր այնպիսի մի պատյան, որից չէր կարող ոչինչ թափվել։ Եվ կողքի այն ոսկորը, որը դուք տեսնում եք, դա եղնիկի կողոսկրից էր պատրաստվում որպես մատղաշ եւ բարակ ոսկոր։ Հետաբար որսորդ վասակը այստեղ օգնում էր իր կնոջը պատրաստել սուրմայի քսակը։ Սրանք ուրեմն Հայաստանի պատմության թանգարանում պահվող դեղդիրի պատյաններ են, երկու տարբերակ եք տեսնում, որի մեջ մեկը մետաղյա տափաշիշ կա, որի մեջ լցվում էր սուրման, եւ երկրորդը ուղղակի ասեղնագործ տարբերակով է եւ վրա կենաց ծառի խորհրդաբանությունը ամեն դեպքում, որը կյանքի խորհրդանիշն է այս դեպքում ներկայացնում։ Շատ հետաքրքիր է, որ այս պատմության եւ ընդհանրապես շղթներքի եւ ընդհանրապես կոսմետիկայի մասին տղամարդիկ շատ քիչ են խոսել։ Կներեք, կանայք քիչ են խոսել։ Ինչու՞, որովհետեւ որոշակի ժամանակ կար, որ արգելված էր կին ազգագրագետների, այսպես ասած, առկայությունը։ Հիմնականում տղամարդիկ էին ազգագրագետները եւ իրենք տարբեր շրջաններում այցելելուց, գիտեք, գոյություն ունեին կանացի փակ թեմաներ, որոնց մասին շատ դժվար է նյութ հավաքելը։ Մինչև օրս կա այդպիսի թեմաներ, որոնք մեզ ազգագրագետներին շատ դժվար են տրվում, որովհետև գոյություն ունի օտարի հասկացողություն։ Երբ որ դու մտնում ես մի տուն, որտեղ պետք է բանասացից հավաքես նյութ, պետք է առաջինը շահել վստահություն։ Վերջերս երբ որ ես գնացել եմ մի գյուղ 80-ից մի տատիկի հետ զրուցելու, իմ մոտ շատ լավ է ստացվում տատիկների եւ պապիկների հետ զրուցելը եւ իրենց ասում տամար մտնելը, ժողովրդական տարբերակով ասեմ։ Տատիկի սկզբանը ասեց, տեսքս լավը չի, չեմ նկարվելու, որտեղ վիդեո հոլովակ պետք է նկարեի, վավերագիր, հասկացա, որ չէ, ես մի բան պետք է անեմ, որովհետև միակ մարդն է, ով որ այդ խմբում parել է եւ ինձ նյութ կարա տա։ Ինչ արեցի, մեր մարզում էր, սկսեցի խոսել Սասունի բարբառով։ 2 րոպե Սասունի բարբառով խոսելուց հետո, այս տատիկը զենքերը վայր դրեց, ասեց մի րոպե գալիս է։ Գնաց իր նոր հագուստը հարկա, մազերը սանդրեց, եկա նստեց, ասեց մի ացրու։ Ուզում եմ ասել, այստեղ կարևոր է մեր աշխատանքի դժվարությունը եւ նյութի քաղելու կարևորությունը։ Հին Հռոմում օգտագործում են ավելի այսպես օգտակար կավիճ, գիպս, այլուր, որը վտանգավոր չէր։ Չինաստանում կապարի հիմքով դե պատկերացրեք ինչ է լինում հետո մաշկի հետ, որովհետև ծանր մետաղների մեծ այսպես արտահոսք է լինում մաշկին եւ մաշկը դառնում է պարզապես ոչ շպարված վիճակում սարսափելի վիճակում էր հայտնվում եւ հաճախ գեղեցկությունը տանում էր դեպի ավելի շատ տգեղացման երևույթի։ 20-րդ դարում Եվրոպայում ստեղծվեց ցինկի եւ մանկական ցանափոշու համադրությամբ այժմյական պուդրան, որը այդքան էլ վտանգավոր չէ եւ օգտակար է, եթե ճիշտ ֆիրմայից եք գնում եւ նորմալ տարբերակով է։ 1936 թվականին միայն Max Factory ընկերությունը ստեղծում է այժմական գրիմի համար օգտագործվող, իհարկե սկզբանե դերասանների համար ստեղծեց, հետո մտավ իհարկե կանանց շպարման ոլորտ։ Եվ գալիս ենք հայկական իրականություն։ Հայերը շատ խելոք իրենց համար բնական միջոցներով դիմակոշի էին պատրաստում, ու երբ որ այս նյութը կազմում է, ես հիշեցի մի հատ շատ հայտնի երգ,
տատիկ զալուր կմաղեր երկը, վերջին տողը կկարդամ, տատիկ զալուր կմաղեր վրթշներում կշաղեր, մեր թշերին երեսներին կշաղեր։ Թվում է, թե այս տողերը ոչինչ չի ասում, բայց իրականում մասնագիտական դաշտում եթե դու նայում ես, սա այսպես կոդավորված ինչ-որ բան է, որը կարելի է օգտագործել որպես դիմափոշու օգտագործման տարբերակ։ Եվ մենք ունենք բրնձի փոշի, բայց որը ավելի ուշ շրջանում է լինում, որտեղ հայկական իրականություն բրինձը ավելի ուշ է եկել, որպես այդպիսի, եւ մեր բոլոր տոլմաները եղել են ուրեմն բլղուրից պատրաստված կամ ձավարից պատրաստված, ավելի ուշ շրջանում է, որ մենք տեսնում ենք բրինձի, այսպես ասած, կիրառությունը։ Բրինձի փոշուն կարադառնամ քիչ հետո, որտեղ մենք ազդագիր ունենք այնտեղ դրված, Անդրադառնամ Եվրոպային։ Եվրոպայում օգտագործվող դիմափոշին պարունակում էր ուրեմն մկնթույն, որը բավական թունավոր նյութ է եւ գիտեք, որ քիչ քանակով անգամ վնաս է հասցնում։ Դրա համար է, որ Եվրոպայում թագուհիների միջին ապրելու տարիքը տատանվում է 33-ից 40 տարեկան, որովհետեւ մեծամասնությամբ, երբ որ պեղումների արդյունքում կամ շիրիմների բացման արդյունքում գտնում էին, հասկանում են լաբորատոր քննությամբ, որ մեծամասնությունը մահանում է մաշկի քաղցկեղից։ Այսինքն այդ նյութը օգտագործելու դեպքում տանում էր մաշկի քաղցկեղով հիվանդանալու ռիսկին։ Իմ հայտնագործություններից մեկը, չեմ վախենա այդպես ասեմ, որովհետև դուք գիտեք ով էր առաջին ուրեմն կին դիմահարդարը հայ իրականության մեջ, որը մեյքափ արտիստ հասկացողության մեջ է տեղավորվում։ Ավետիք Իսահակյանի։ Հանճի թերթեցի, որ կարդեք։ Ավետիք Իսահակյանի կինն է իրականում, Սոֆիկը, ով հետաքրքիր պատմությամբ դառնում է մեյքափ արտիստ։ Երբ որ Ֆրանսիա են մեկնում, Ավետիք Իսահակյանը իհարկե լինում է Հայաստանում, հասկանում է, որ այնտեղ իհարկե տողեր կա գրված, իր որդու, այսպես ասած, նոթերից եմ հանել այս հատվածը, եւ լավագույն Փարիզի այն դերասանուհիներին է շպարում, որոնց անունները ուրեմն գրված է այստեղ, օրինակ ռուս պարուհի Աննա Պավլովա, երգչուհի Լիլի Պոնսը, մի հոգի էլ ասեմ, կասեք հավա իրան էլ շպարել, Ժոզեֆինա Բեկեր, ամենահայտնի պարուհիներից մեկն է եղել, եւ քանի որ պետք է իր ընտանիքը մի ձեր Փարիզում պահել, նա գնում է այդ շպարի ուրեմն դպրոցը եւ այնտեղ սովորում է շպարելու տեխնիկան։ Ու թանգարանում այս բանը Ավետիք Իսահակյանի պահվում է այս դիմափոշին, երկու դիմափոշիները, սա 3 տեսքից եմ ուղղակի նկարել, եւ ներքևի դիմափոշին, որ տեսնում եք, սա չի պատկանում Սոֆիկին, սա պատկանում է ուրեմն Սիլվա Կապուտիկյանին եւ նվիրատվություն է եղել Պարուր Սևակի եւ իր կնոջ կողմից Սիլվա Կապուտիկյանի ուրեմն 50-ամյակի կապակցությամբ։ Մինչեւ հիմա սա ցուցադրվում է թանգարանում ոսկե սանրի հետ միասին։ Բրնձի հետ պատրաստված այս դիմափոշու մասին տեղեկույթը մենք ստանում ենք 1873 թվականի Զմյուրնայի Արշալույս Արարատյան թերթի էջերում, երբ որ տեսնում ենք, թե ինչպես է գովազդվում, որ բերվել է բրնձի փոշի, որը օգտակար է մաշկի համար հարդարման, եւ իհարկե ասում է, թե որտեղից կարող եք գնել, որտեղ այն ժամանակ գովազդը արվում էր թերթերի եւ ազդագրերի միջոցով։ Ու մի գովել է գովում, գնա գալիս եմ, որ այդ դիմափոշին ուզում ես դու էլ օգտագործես, տեսնես այդ ինչ անել։ Սնգույջ հայերեն տարբերակն է, ռումյանը բոլորիս հայտնի տարբերակը։ Իհարկե հիմա մենք ունենք նաև մեկ այլ տարբերակ, որը կոնտուր են անում, հա, highlighter ասվածը, որը մի փոքր այդպես անցումային շերտ է առաջացնում դեմքային հատվածում, հիմա կասեք այսքան բան այստեղ են ոչ իրականում ժողովուրդ, բացի ուսումնասիրությունը, մեյքափ անելը դա նկարչություն է։ Իսկ ես իմ առաջին մասնագիտությամբ դիզայներ եմ եւ ակադեմիական նկարչություն գիտեմ։ Լավագույն դիմահարդարները այն մարդիկ են, ովքեր ձեռքից եւ նկարչությունից լավ են, որովհետեւ ամբողջը ստացվում է ստվերի եւ լույսի համադրության արդյունքում։ Այս գաղտնիք է, էլի։ Սնգույջ կամ ռումյանան օգտագործում են հայկական իրականության մեջ բնական միջոցներով, դրանց ցեք դու տեսնում բազուկը, ելակի հյութը եւ կարմիր հատապտուղների հյութը, այսինքն այդ 4 ցանափոշու վրա, երբ որ դուք փորձեք ինչ-որ ձևով
այսպես տմտմպացնել, կստացվի այս տարբերակը եւ ձեր կունենաք կարմիր այտեր տարբերակը։ Եվ իրականում գիտեք, որ կարմիր այտ ունենալը ոչ թե գեղեցկության նշան է, այլ առողջ լինելու նշան է։ Բոլոր եվրոպական երկրներում ամբողջ դեմքը սպիտակացնում են, թշեր այդպես շատ վատ կարմիր տարբերակով են անում, ցույց տալով, որ իրենք այդքան առողջ են։ Բայց իրականում դրա տակ թաքնված է շատ վատ հիգիենան եւ շատ վատ պայմաններում ապրելու գաղափարը, չնայած դրան, որ իրենք պալատներում են ապրում։ Ստվերաներկ ձեր բոլորիդ հայտնի ծերն է, որը օգտագործում են կանայք շատ-շատ, հայկական իրականության մեջ նախապես ասեմ, որ չի եղել այս գոնե թե ինձ չի հանդիպել, ես կարծում եմ, որ չեմ էլ օգտագործել այս տարբերակը։ Ուրեմն ձեզ հայտնի մի շպարման տեխնիկա եմ ցույց տալիս, ծխի էֆեկտ կամ ice smog է կոչվում, շատ հայտնի տարբերակով, որտեղ դուք տեսնում եք Կլեոպատրայի դեմքին արվող տարբերակը, այսինքն ծխային էֆեկտով ստացվում է այսպես հարաբերական անցում, սա ստացվում է 3 տարբերակով՝ մալախիտի, պղնձի օքսիդի եւ կապարի համադրությունից, որը ձեզ հայտնի այս նկարում եղած փիրուզագույնն է։ Այսինքն, տեսեք, բոլորը գրեթե վատ մետաղներ են օրգանիզմի համար, բայց իրենք օգտագործում են իրենց աչքերի հետ հատվածը եզրագծելու համար։ Եղունգիներ, երբ որ փնտրում էի արդյոք հայկանակ ունեցել են մանիկյուր ասվածը, ու հետաքրքիր է, որ ազգագրական մի շարք նյութերում փորձեցի գտնել եւ գտա։ Դրանցից մեկը քարակոսի կիրառությունն է։ Մենք ունենք այստեղ ազգագրագետ Լիլիթ Սիմոնյանի մոտ գրառված մի հետաքրքիր հատված, լուսագյուղի աղջիկները այս քարակոսը քարի վրա եղած են դեղին զանգվածն է, որը թաց ժամանակ անձրևից հետո կամ ջրով թռչելու ընթացքում, երբ որ շփում էին իրեն, ինքը տանում էր նախ հինայի դեր, այսինքն գույն էր տալիս, եւ հարսանիքի ժամանակ, օրինակ Երևան դարանի մոտ ունենք այդպիսի նյութ պահպանված, եղունգները դեղինով պատելու համար հարսանիքից ընթացքում իրենք դրանով շփում են եւ ամբողջովին դեղնում էր։ Գնացել էինք ապարանց, շատ հետաքրքիր փաստ արձանագրեցինք, տիկին Թամարը պատմեց, թե ինչպես են անում դա։ Հիմա այս փորձեմ միացնել, չգիտեմ ձայնը կլսվի թե չէ, մի վարքյան։ Որ երեխա ենք իրեր, ոստի կախտ։ Ջուր կպիրենք մի քիչ, մեկ էլ որ ջուրջին բերենք, քարակոսի վրա, սենց մեր կանոնչներ կա, տորնիզներ կա, ստրա։ Ես ջուվերի մանիկյուրն է, Ավանդական շիլակ։ Ու ես այդտեղ իրեն անվանում եմ, որ դա ավանդական շիլակի տարբերակ է, եւ իրականում շատ հետաքրքիր ձևով դեղնում է, բավական երկար այդ դեղնելու հատկությունը պահում է մատների վրա։ Իրենք ասում ենք երեխա ենք, գնում ենք խաղալու, այդպես ներկում ենք մեր ձեռքերը։ Օծանելիք։ Հայ կանայք եկեք գուշակենք ինչ օծանելիք կարող են օգտագործել եւ որ ասում ենք առաջին հերթին օծանելիք, պատկերացնում ենք դեպի Փարիզ, հա։ Եվ նախկինում գիտեք, որ օծանելիքը ոչ թե ուղղակի այդպես լավ բուրելու համար է նախատեսված, այլ վատ հոտերը քողարկելու համար։ Հարսանեկան ծաղկեփունջը նախատեսված է ոչ թե հարսի հետև շպրտելու, մյուսին ամուսնացնելու եւ այլնի համար, այլ դա արվում էր, որ բնական ծաղիկների հոտով քողարկեին վատ հոտերը։ Սա ծաղկեփնջի հիմնական հիմքն էր։ Տարօրինակ, բայց շատ հետաքրքիր ծաղկեփնջի մասին պատմություն է իրականում։ Հիմա անդրադառնանք հայ կանանց։ Հայ կանայք օգտագործում էին հետևյալ նյութերից որպես օծանելիք, ուրեմն առաջինը դա խնձորն էր։ Վան վասպուրականի շրջանում գոյություն ունի արտամետի տարածքը եւ արտամետի խնձորը յուրահատուկ է երկու հատկանիշով։ Առաջին հատկանիշը դա ուրեմն իրենից շատ յուրահատուկ բույր է արձակում, կանայք պահում են այն իրենց սրտանոցի կամ կրծքարի մեջ, խնձորը այդպես ինքն իրենով ամբողջական դնում են այնտեղ եւ այդտեղից հոտը բուրում էր։ Իսկ երկրորդ տարբերակը խնձորը ուներ շրխկալու հատկություն, այսինքն կորիզները իրարից անջատված են եւ երբ որ իրեն շարժում են, շրխկոց են գալիս ու դա չարխափանության նշան էր նաեւ հանդիսանում։ Խնձորը իրականում հայկական իրականության մեջ որպես այդպեսին սիրո խորհրդանիշ է, որովհետեւ օրինակ Վարդավառի օրը երբ որ մի աղջկա դուք հավանում եք, չէ՞ կարա մի անգամից գնայք ասեք արի գնանք ամուսնանալու, հետեւաբար կար դրա համար մի յուրահատուկ տարբերակ։
Պար բռնած ժամանակ խնձորը գլորում էին այն աղջկա ոտքերի տակ, որին հավանում էին։ Եվ այդ օրը բացվում էր խնձորի պահքը, որովհետև մինչ դա խնձոր ոչ մեկ չէր ուտում եւ խնձորի պահքը բացվում էր խորովելով խնձորը եւ բաժանելով ներկա հյուրերին։ Սա խնձորի պատմությունը որպես այդպիսին եւ լոլիկի հետ կապված անվանումներ բացեմ, պոմիդոր բառը, որ դուք անդադ կիրառում եք, ֆրանսերեն բառը, որ նշանակում է պոմ դե ամուղ, նշանակում է պոմը խնձորն է եւ դե ամուղը սերն է, սիրո խնձոր, որտեղ նախկինում սիրեցյանները իրար ծաղկած լոլիկ էին նվիրում, հետո հասկացան, որ այդ կարելի է ուղղակի ուտել։ Ուրեմն հաջորդ շարքը, որը կուզենամ անդրադառնալ օծանելիքին, դա մեխակի եւ բուստայի համադրություն է։ Բուստան դա կորալն է, վանվասկուլականի շրջանում եւ իհարկե այլ մարզերում եւս շատ են օգտագործում, սովորական մեխակը թելի վրա անցկացնում էին կորալի հետ եւ որպես վզնոց օգտագործում էին։ Նաեւ կարում էին հագուստի թեզանիկներին, օձիքի հատվածում փեշին եւ պարելու շարժվելու ընթացքում ամբողջովին այդ բույրը տարածվում էր եւ բնական մեխակ իր գործը անում էր։ Հաջորդը խունկ խնկի համադրությունը շատ հաճախ է օգտագործում տարբեր նյութերի ստացման համար, հաջորդին կասեմ ինչ նյութ են ստանում եւ կգուշակեք այդ վերևի անկյունը ինչ միշտ ասեմ, հալա, ինչ միշտ։ Շնորհակալ եմ, այո, շաման այստեղ վայրի սև, որը ունի դառը համ եւ բայց անասելի բույր ունի, եթե երբևիցե մի անգամ դրա բույրը զգացել եք, այն որ համ չունի չես կարողանում ուտել, որովհետեւ շատ դառն է, բայց ուզում ես հավերժ պահել քեզ մոտ, որովհետեւ այդքան լավն է այդ բույրը, եւ սա օգտագործում էին որպես կրծքերի արանքում պահելու համար։ Կհիշեք, երգերի մեջ շամամը անմիջական համեմատական էր տարվում կնոջ կրծքի հետ, հա? Եվ սա հենց այնպես չէ, որովհետև դա սիրո խորհրդանիշ էր եւ անուշ բույր արձակելու խորհրդանիշն էր։ Հիմա անդրադառնանք վարդին, վարդաճուր կամ գիլակ գուլապ է կոչվում, Նախիջևանի Գողթնի տարազախմբին բնորոշ եւ տարազի մեջ կիրառվող հարտաջրի տարբերակ է սա, որովհետեւ նաեւ ունենք Երևան դալանի մոտ հիշատակություն 5-րդ հատորում, որտեղ Բայազետի շրջանում է հիշատակությունը գալիս, ինչ էին անում։ Հարսանիքի օրը պատրաստում էր այսպիսի մի վարդաճուր, 2 շաբաթ առաջ հատուկ սովորական ջրի մեջ գցվում էր վարդի թերթիկներ, խունկ եւ մեխակ ու դրվում էր 2 շաբաթ թրմելու։ Այս թրմվածության արդյունքում իրենք 2 շաբաթից հետո ստացվում էր պինդ հեղուկ, որը նմանվում էր եթերայուղերով լցված, այսպես ասած, օծանելիքի։ Եվ որ պետք է կապեին կոզբանդը կամ ուսկապը, ինչպես բոլորիդ հայտնի է, այդ ժամանակ բերանին փակում էին մարլյար եւ սկսում էին ցողել, վարդաջրեր փեսացուին, հետո նոր ուսկապը կապել եւ հետո բոլոր ներկաների վրա ցողում էին որպես օծանելիք։ Այսինքն վարդաճուրը մեզ մոտ որպես այդպեսին եղել է լավագույն այն օծանելիքներից մեկը, որի ավանդույթները կարելի է ուղղակի հետ բերել եւ վերականգնել։ Ավետիք Իսահակյանի, Սոֆիկ Իսահակյանի Ֆրանսիան գտնվելու տարիներին ձեռք բերված ամենաթանկարժեք օծանելիքներից մեկն է, բուրժուա օծանելիքը, որի հոտը պատկերացնեք ինչ հոտ է, ասեմ հոտը նմանվում է Կրասնոյա Մոսկվայի հոտին։ Շատ վատն է, բայց մի անդրադարձ եմ ուզում անել, այդ ժամանակվա օծանելիքների բույրը, չնայած որ մեզ համար հիմա տհաճ է, այդ ժամանակ շատ բարդ էր ձեռք բերվում եւ օծանելիքը որպես այդպիսի կիրառություն ամեն մեկը չէր կարող ունենալ եւ համենայն դեպս Ֆրանսիայից չէին կարող բերել։ Երկրորդ օծանելիքի շշի հետ կապված մի հետաքրքիր պատմություն կա։ Սիլվա Կապուտիկյանի թանգարանում պահվող այս տափաշիշը պատկանում է թաթար ազգության, որտեղ հայրը թաթար էր, բայց իրեն համարվում են որպես ռուս գրող։ Բելա Ախմադուլինայի պատմության մասին է սա, եւ որ գալիս է Հայաստան Ախմադուլինան, ասում է, որ ես ունեմ միակ ցանկություն, որ ուզում եմ իրականացնել, եւ այդ ցանկությունը հետեւյալն էր, որ պետք է հանդիպում կազմակերպել Վազգեն առաջին կաթողիկոսի հետ։ Սիլվա Կապուտիկյանը, քանի որ Վազգեն առաջինի հետ բավական մոտ էր, կարողանում է կազմակերպել եւ երբ որ մտնում է Վազգեն առաջինի մոտ դուրս է գալիս, Սիլվա Կապուտիկյանի ձեռքը համբուրում է եւ ասում է դու կատարել ես իմ կյանքի լավագույն երազանքը։ Եվ դրանից հետո ասում է ես չգիտեմ քեզ ինչ կարող եմ նվիրել, որ հոգիս հանգստանա, եւ հանում է իր պարանոցից իր ամենասիրելի օծանելիքի տափաշիշը եւ ներում է Սիլվա Կապուտիկյանին։ Սա օծանելիքի տափաշիշը, որ այս պահի Սիլվա Կապուտիկյանի թանգարանում է պահվում։
Ուրեմն այստեղ մի կարևոր նյութ ասեմ, ուղղակի զուտ մանրամասներ են գրված, թե առաջին օծանելիքը, որ դառնում է, այսպես ասած, հիմնովին որպես օծանելիք ստեղծվել, օծանելիքի գիրք է գրվել, որի մեջ Հարություն Բաղադրատոմս եղել 9-րդ դարում, սա հայտնաբերված գիրք է որպես այդպիսին, եւ ասում են օծանելիքը այնտեղ, որտեղ ուզում ես քեզ համբուրեն, այդտեղ ցանիչ, սա Կոկո Շանելի հայտնի, այսպես ասած, խոսքերից մեկն է, իրականում այն մասերում են ցանում օծանելիքը, որտեղ որ կա արյան հոսքի եւ շրջանառության ակտիվ հոսք։ Դա օրինակ ականջես հետևն է զարկերակի վրա, նաև կարելի է դաստակների վրա, բայց չի կարելի շփել, որովհետև 2-3 նոտա մի անգամից բացում է եւ այդ օծանելիքը իր, այսպես ասած, բույրը ավելի շուտ է կորցնում։ Գանք մի հետաքրքիր պատմության։ 1885 թվականին Մոնրուժ Մորելի փողոցում տուն 6-ում բացվում է Պապիեր Դարմենյա հայտնի օծանելիքը։ Չգիտեմ ովքեր գիտեն այս օծանելիքի մասին, ուրախ եմ շատ որ գիտեք, առաջին անգամ այս օծանելիքի մասին ես իմացել եմ, երբ որ գնացել էի Փարիզ հրավերով եւ այնտեղ ինձ նվիրեցին այս գիրքը, որը թերթում ես եւ մեջը օծանելիք է թղթերով։ Սա տան բույր է, որտեղից է իրականում առաջացել սա։ Օգյուստ Պոնսը գալիս է Հայաստան, Արևմտյան Հայաստան եւ գնում է, դե այցելում է հայերի տուն որպես ճանապարհորդ եւ մի հետաքրքիր փաստ է գրում, որ հայերի տանից մի հետաքրքիր բույր է գալիս, որ ոչ մի ազգի տան մեջ ես այդ բույրը չեմ զգացել։ Երբ փորձում է գտնում է, որ դա խնկի եւ եթերայուղերով պատրաստված հատուկ տան բույր է, որը այրում են հայերի իրենց տանը, որը խառնվում է թոնրի, լավաշի է ծխի բույրի եւ ստացվում է շատ հետաքրքիր հայկական տան բույր։ Օգյուստ Պոնսը գնում է Փարիզ, մտածում է ինչ անել, որպեսզի ստանա այդ հայկական բույրը։ Եվ Անդրի Ռիվիեի հետ, որը ֆրանսիացի դեղագործ էր, մտածում են ստեղծել մի տարբերակ, որը բոլորի համար հարմար կլինի եւ իրենք փաթեթով կարողանան վաճառել։ 6 ամիս չորացման եւ եթերայուղերով հատուկ մշակման արդյունքում խնկի եւ սպիրտի համադրությամբ ստացվում է այդ տան բույրը։ Իրեւ Հայաստանում հիմա վաճառքի կա, տեխնիկային թատրոնի կողմից։ Այստեղ տեսնում եք դուք վաճառք Փարիզի փողոցներում, որտեղ վաճառում են այդ թուղթը, տեսեք, այսպիսի փոքրիկ գրքեր են, մոտապես ափի մեծությամբ եւ մեջ հատուկ թղթեր, որոնք կարելի է կտրել եւ այրել։ Երբ որ դուք այրում եք, ամբողջ տունը լցվում է խնկի բույրով։ Վերջին տարիներին նաեւ արտադրվել է հիմնականը կոչվում է Արմենիա, որը սկզբնական տարբերակն է։ Երկու եւս տարբերակներ արտադրվել է Ֆրանսիս Քյուրչյանի կողմից, հայտնի հայ ուրեմն օծանելիքագործ, որը արտադրել է վարդի բույրով եւ մյուսը մի քանի այլ համեմունքների խառնուրդով է ստացված։ Այստեղ դուք տեսնում եք գործի շարունակողին Միրիե Շվարց, Անդրի Ռիվիեի թորան աղջիկն է, որ այս պահին արտադրում է, իր պապու գործը, այսպես ասած, բաց չի թողել եւ շարունակական ներկայացնում է։ Ահա, տեսնում եք այն թուղթը, որը այրվում է, եւ հետաքրքիրն է, որ եթե դուք սովորական թուղթը սպիրտի մեջ դնեք եւ հետո սկսեք այրել, ինքը հոտ չի տալիս, միանգամից բոցավառվում է։ Սա այրվում է բավական դանդաղ, խնկի պես բույր է արձակում եւ խնկի նման դանդաղ այդ ծուխը արձակում է։ 6 ամսվա չարչարանք է սա իրականում, որը իհարկե որպես հայկական օծանելիք է վաճառվում։ Իդեպ ասեմ, որ առաջին արտադրանքի վրա եղել է գրված B տառը, թրջնատար հայերեն B տառը, ու վաճառվել Ֆրանսիայի դեղատներում որպես դեղագործական նյութ, ոչ թե որպես կոսմետիկ միջոց։ Մարմնի խնամք։ Այստեղ կարևոր եմ համարել ասել օճառի մասին, սասունցիները իզարմանս բոլորի կարողանում էին օճառ ստանալ, եւ այդ օճառի բաղադրությունը այստեղ գրված է, աղ, ծկրայի, մոխիր, սրանք բույսեր են, որոնք որ ձմռանից գարնան են իհարկե ծիր արձակում, ճարպը սովորաբար ստանում են կամ տնական, այդպես ասած, կովի կամ ոչխարի յուղից, հաճախ նաև արջից, որովհետև մենք գիտենք սասունը լեռնային գոտի է եւ այստեղ արջերը շատ էին, հաճախ նաև գրգիլի սերմերը, հացարկի սերմերը գալիս գողանում էին արջերը ուտում էին, որովհետև շատ էին սիրում եւ արջի սպանված արջի յուղից նաև պատրաստում էին օճառը։ Իդեպ այստեղ կա մի քանի այլ հետաքրքիր հիշատակումներ, օրինակ Պետոյանի մոտ Սասունի ազգագրությունը, երբ որ կրկին գրում է, այնտեղ ասում է, որ կա ճնճղկու սաբուն, սապոնի մասին է նորից, սա ճնճղուկը ճնճղկու տարբերակն է բարբառային իմաստով, որը սասունցի երեխաները դաշտում ձեռքեր լվալու համար էին օգտագործում։
կաղճին բուլանուխում, որը ուշի տարածաշրջանն է, լվացնում են այս բույսով, քանի որ վախենում են, որ այլ օճառը, բնական այդ արտադրված կամ վաճառվող օճառը վնաս կհասցնի իրենց։ Եվ տուղտ, սա արճակի ազգագրության մեջ եմ հանդիպել, ուրեմն որը կներեք, ազգագրության եւ բանաստեղծության հատորի մեջ է 8-րդ արճակի գավառ Սերինե Մովսեսի Ավագյանն է գրել, ինչ է ասում, արմատները վերցնում էին, քարով ծեծում էին եւ հենց այդպես փնջով կարող էին 5-ից 6 հոգի ընտանիքի անդամները լողանալ, այդպես չոր գցում էին գլխին, որտեղ ինքը ուներ փրփրելու հատկություն եւ հետո նոր կարողանում էին տաք ջրով մաքրել։ Իմ տատը, քանի որ մեկը մշեցի էր, մեկը սասունցի էր, օգտագործում են հետաքրքիր մի տարբերակ։ Իրենք հալված յուղը լողանալուց առաջ գցում էին գլխին, մազերը բացում սանրում էին այդ յուղի միջոցով, հետո տաք ջրով նոր լվացնում էին։ Սա խճճված մազերը արձակելու այդպես բացելու համար էր։ Իրականում սապոնի պատմությունը բառը շատ հետաքրքիր է, ինչքան փնտրեցի ես գտա այստեղ մի ավանդազրույց, որը հռոմեացիների կողմից է պահպանվել, սապո լեռան մասն է կոչում խոսքը, բայց իրականում պարզվում է, որ սապո լեռ չի եղել, ավանդազրույց է սա, բայց այն ինչ որ նկարագրվում է, դա իրական է, որտեղ ասում է, որ լեռան գլխի զոհաբերություն էին անում, այդ կենդանու ճարպը, քանի որ հալվում էր եւ լցվում էր կրակի վրա, հետո դա ջրով գնում լցվում էր մոխրի հետ խառնված գետը, սկսում էր փրփրել։ Եվ կանայք, երբ որ լվացք էին անում այդ գետի ափին, հասկանում էին, որ այս միջոցը իրականից լավ մաքրում է։ Դուք գիտեք, որ նախկինում տատիկները նաև սպիտակ եղեն եւ սպիտակ միջոցները լվանում էին մոխիրով, որքան էլ տարօրինակի ինքը ցես թվում է մուր է լինելու, բայց իրականում լավ սպիտակեցնում է։ Չնայած ավանդազրույցին, բայց քիմիական եղանակով ստացվող օճառի այս ամբողջական շղթան իրական է, որովհետև այնտեղ կա կրակ, կա ճար, մոխրի համադրություն, որը օճառի դասական ստացման եղանակն է։ Այստեղ տեսնում ենք ուրեմն մշակ թերթում դրված հայկական օճառի մասին, որը արտադրում է իհարկե Ռուսաստանում, առողջապահական Բորնո դիմոլվյան օճառ է, որը մաքրում է ամբողջ դեմքի, այսպես ասած, արևային կետիկները, բծերը, դեղին բծերը եւ այլն, եւ կրկին ասում է, թե որտեղ է Թիֆլիսում վաճառում, որ փողոցի վրա։ Սա որպես հիշատակում 19-րդ դարում, թե ինչպես էին հուշում, թե որտեղ ինչ միջոց կա վաճառքի։ Դեմքի դիմակ, սա իմ լավագույն ընկերներից մեկի միջոցով եմ հավաքել, դաշտային ազգագրական նյութ է, որպես իմ հավաքած նյութերից ինձ փոխանցել է բանասած Գոհարը Գոգոլյան Մեղրաձորից եւ ասում էր, թե ինչպես է իր տատիկը մաշկը խնամել։ Շատ հետաքրքիր ձևով իրականում կտրված կաթի շիճուկը երկու անգամ լվացնում էին դեմքը։ Հիմա որ ես ձեզ ներկայացնեմ, դուք կհասկանաք այն դեմքի չիստկան, որ անում են, հա, նախ ծակոտկենները լայնացնում են, մաքրում են, հետո փակում են, որպեսզի այնտեղ նորից այդ process-ը չընթանա։ Այս նույն եղանակը այդպես գնում է։ Նախ տաք շիճուկով լվացնում են դեմքը, հետո 30 րոպե հետո սառը ջրով լվացնում են, որպեսզի ծակոտկենները փակվի։ Այսինքն նույն էֆեկտը անում էին տատիկները, ինչ որ հիմա արվում է կոսմետոլոգիայի մեջ։ Եվ սովորական շիճուկով, որը կաթի կտրվելու արդյունքում էր ստացվում։ Տատիկները որպես այդպեսին օգտագործում են նաև թթվասերը, մածունը եւ սուրճի մրուրը։ Իհարկե հիմա խորհուրդ չի տրվում թթվասեր եւ մածուն օգտագործել, որովհետեւ դրանք յուղային են եւ ոչ բոլոր մաշկին կարող են դրանք օգուտ տալ։ Ես ասում եմ ազգագրական պահպանված նյութերը, բայց նաև հղում եմ տալիս ժամանակակից կոսմետոլոգիայում արգելքները, որպեսզի չգնան դեմքին բիսկվիտ սարքեն։ Խալի մասին էստեղ անդրադառնում։ Շատերից թվում է, թե խալը դա բնական երևույթ է, որ շատերին ցանկալի է, շատերի համար տհաճ է, բայց հիշեք մի ժամանակ, որ կանայք խալ դնում են բերի շուրթի այս անկյունի վրա։ Իրականում դրա պատմությունը մի փոքր աբսուրդի ժանրից է։ Սրանք նկարներ են, որտեղ եւ տղամարդիկ եւ կանայք դրել են խալեր։ Սրանք կոչվում են մուշկաներ, ֆրանսերից մուշկան դա ճանճ է նշանակում, ճանճի ասկին նստած ճանճի էֆեկտ է տանում, եւ սա դրվում են արհեստական եղանակով։ Սա մուշկայի ֆլիրտի էֆեկտն է։
Եվ որ դու ուզում ես դիմացինին գրավել որպես տղամարդ կամ կին, խալը դնում ես այն զոնաներում, որտեղ պետք է նայել։ Եվ այստեղ դուք տեսնում եք, դա գրվում է կրծքի հարակից շրջանում, շուրթերի հատվածում, որտեղ շրթներկը եւ խալը վիզուալ տանում են այն կետերը, որոնք որ զգայական եւ այսպես ասած սեռական ցանկության ակտիվացման միջոցներ են հանդիսանում։ Հետաբար խալը պատրաստվում է արհեստական միջոցով տավտակտորից եւ թավիշից, ու այդպես կպցնում են գնում են պարահանդեսներ։ Դուք եւս եղել է։ Մի երկի հատված են վերել, որ ասում են պաչեն թշիկ խալը, այս բոլորի հայտնի երգ է։ Գիշեք նաև Նամուս կինոֆիլմը, որտեղ խալով է ճանաչում, հա, կնոջ դավաճանների եւ ալի գաղափարը, բայց հիշենք Երևան Դարանի մի շատ կարևոր հաղորդած տեղեկատվություն։ 4-րդ հատորում Շարոն Դարակյազի Ձորի մարզնարժիմական ցույց է տալիս, թե ինչպես են խալ ստանում կանայք։ Ասում են 3 ասել իրար հետ պահած այն կետում, որտեղ ճակատ, չգիտեմ, կրծքի կենտրոն եւ այլուր, ուզում են խալ լինել, ասելով ծակում են, ասեք, տատուի դասական էֆեկտ է սա։ Հետո ավելացնում են մեջը սուրմա, սկսում են իրեն, այսպես ասած, տրորել, որը ներծծվում է եւ մնում է այդ պիգմենտը մաշկի տակ։ Սրա մասին իհարկե Արմենուհի Ստեփանյանն էլ ունի, ես դաջվածքներին եւ ուրեմն մենք գտել ենք մենք չեն հնագետները գտել են Ուրարտուի ժամանակահատվածում մի հետաքրքիր էսպիսի փնջիկ խուրձ կա, որից կախված է ունելի փոքրիկ գդալ, այսինքն այդ պինցետ կոչվածը, եւ շատ մասնագետների կարծիքով այդ փոքրիկ գդալները օրինակ թույներ, դեղահաբեր եւ այլն խառնելու համար են, իսկ այդ ունելին մազը հեռացնելու համար նախատեսված եղել։ Այսինքն դեռևս վաղ շրջաններից մենք այդ պինցետի գաղափարը ունեցել ենք։ Սակայն հետաքրքիր է ոնց էին մարմնի վրայից հեռացվում մազերը։ Կանանց լավագույն տարբերակը, որ ես իմ նյութերում գյուղերում հավաքել եմ, այդ թոնրի մեջ երկու տարբերակով ստանալն էր։ Առաջինը ոտքի մազերը խանձում էին պարզապես կրակին, միշտ դաժանել ու հոտը բացում էր։ Երկրորդ տարբերակը կավով եւ կրով մշակում էին ոտքը, կավը կպցնում էին վրան բարակ շերտով եւ իջեցնում էին թոնիր չորանալու։ Իհարկե հանգած թոնրի մասն է, որտեղ տաքություն կա մեջը։ Եվ որ չորանում էր, փշրում էին այդ կավը եւ մազերը հետը կպած դուրս էր թափվում, այսինքն ոտքերը բնական միջոցով կարողանում են եւ առողջ վիճակով հեռացնել։ Հետո գալիս ենք այստեղ պոլիս 19-րդ դարի թերթի գովազդ, որտեղ ասում է ձեզ համար վերեն կանիպալի հրաշալի մի ջուր, որը ժամերով եթե թողեք ձեր ոտքի վրա, ոչ մի վնաս չի հասցնի ձեր մարմնին, բայց ձեր մազերը անհետադարձ կվերանան։ Սա էլ այդ առաջին օգտագործող տարբեր են, բայց մեզ հայտնի շուգարինգը, որը դա գիտեք շաքարի հիմքով տարբերակն է, առաջին անգամ Եգիպտոսում է կիրառվել, այստեղ գրել եմ դրա մասին, եւ հիմնականում մազահեռացումը կանանց մոտ գեղեցկության նշան էր եւ դա տեսնում ենք վերածննդի դարաշրջանում եւս, որտեղ ճակատի հատվածում եւ հոնքերը ամբողջովին սափրում էին ճակատը լայնացնելու համար, որտեղ դա սա չափորոշիչ էր եւ արվեստաբանական տեսանկյունից սրա մասին բավական նյութ կա մեկնաբանված, թե որտեղ են մազերը հեռացնում եւ ինչ ստատուսի դեր դա ցույց տալիս։ Սա ներված կարևոր է այստեղ կնոջ մասի գաղափարը, բայց հայկական իրականության մեջ իրականում ոչ բոլոր տարածաշրջաններում կարող է կնոջ մասը երևալ, որովհետև հաճախ կնոջ մասի երևալը զուգահեռ էր անբարոյականության հետ, որովհետև եթե բաց է լինում համարում են, որ կինը անբարոյական է եւ եթե անբարոյականություն էր գործում, կնոջ մազերը կարճ կտրում են եւ հասարակության մեջ պախարակում էին։ Բայց կար շրջաններ, քիչ հետո ձեզ ցույց կտամ այդ շրջանները, որտեղ կար հատուկ հարդարման միջոցներ։ Մազերը ուրեմն գունավորելու միջոցը դա խնան էր կամ հինան, որը օգտագործում են լավսոնիա բույսի տերևների, այսպես ասած, ստացման եղանակով։ Լավսոնիա բույսը բերվում էր Հայաստանում չի աճում, սա բերվել է արևելքից։ Ես ասացի, որ նախնական տարբերակում հինայի փոխարինիչ մեզ մոտ օգտագործել են դեղին քարաքոսները։ Եվ այստեղ տեսնում եք մի սինի, որը հարսանիքի հինայի սինի է,
իմ ընկերներից մեկի հարսանիքին մենք հինադրիքի արողակարգ արեցինք եւ սինին պատրաստված էր այնպես, ինչպես որ նկարագրությունն է 7 մեղրամոմի մոմեր են այստեղ դրված, խնձոր եւ տանձ որպես արական եւ իքական սեռի սկզբնավորման սկզբունքներ, այնտեղ տեսնում եք ընդեղեն, որը պտղաբերության խորհրդանիշն է, շաքարավազ քաղցրության խորհրդանիշը եւ կենտրոնում տեսնում եք հինա, որը շաղախվում էր կարմիր գինիով ավելի լավ պահելու համար։ Հիմա տարօրինակ է թվում արդյոք հինա արել են հայերը թե ոչ, այո, հայերը ունեցել են հինադրման ծես եւ դա հայկական հարսանիքի կարևորագույն ծեսերից մեկն է եղել։ Սակայն տարբերվում է արևելքից նրանով, որ հայկական հինադրման ժամանակ չի նկարազարդվել ձեռքերը եւ ոտքերը, այլ դրվել է հասի ձեռքի ափի մեջ, իսկ տղայինը դրվել է ճիկուտ մատը հինայի մեջ։ Այստեղ հայեր չեն նկարում ի սկզբանե ասեմ, ներկման պրոցեսը ես ցույց տվել, տարբեր ազգեր նման ներկման տեխնիկա ունեն, եւ ես ցույց տամ նաեւ մազի գաղափարը, ուրեմն այս հյուսկերը ձեզ կհիշեցնենք Սաստա ծռերից ուրեմն 40 ճյուղ ծամին եւ սա իրականություն է, որովհետեւ հայ կանայք ծամթեներ էին կիրառում, դրանց թվականակը կարող էր լինել 7, 12, 40 անգամ հասնող, եթե այսպիսի մանր տարբերակով էր արվում եւ այստեղ անցումային մի հետաքրքիր բան կա, անցումային ծեսերից հարսանիքի ժամանակ, երբ որ կինը արդեն լինում էր հասուն եւ պետք է ամուսնանար, իր մազերի ուրեմն կապը դեռ ջահել ժամանակ, ասկի չամստացած աղջիկ ժամանակ, երկու մասի էր բաժանված, որովհետև բախտ բացելու գաղափարը կար, եւ որ ամուսնանում էր, այդ երկու հյուսերը միավորվում էր եւ դառնում էր մեկ ամբողջական հյուս, որը ցույց էր տալիս միավորման գաղափարը։ Հետաքրքիր է, որ հայ կանայք իրենց մազերը ալիքավորել են եւ առաջին այս գյուտի հեղինակը, շիպցի գյուտի հեղինակը դա Մարսել Գրատոն է Փարիզից, ով ստեղծեց մարսելյան ալիքները առաջին անգամ։ Երևանի պատմության թանգարանում, տեսեք այնտեղ շիպցին, պահվում է այս նմուշը, ես ասացի, որ կան տարածաշրջաններ, որտեղ մազերի ոլորտները, որը օրինակ Արարատյան տարածախմբում ընդունված է գլխարդարանքում, անվանել դրանց ճալվաներ, կամ օրինակ Սասունում խոպոպներ էին անվանում, կամ ռմբուլներ, այսպիսի արտահայտչամիջոցներ կան դրանց հետ կապված, իրենք ստանում էին տաքացման մեթոդիկա։ Եվ որ Մարսելը հասկացավ, որ եթե կրակի վրա տաքացնում են մազերը ամբողջովին խանձվում էր, Մարսելը ստեղծեց մի միջոց, որը ջրի մեջ էին արդեն անում։ Այսինքն ջրով չէր վնասում, ուղղակի տաքանում էր եւ այն էֆեկտը, որը պետք էր ստանալ, ստանում էին։ Ահա այստեղ տեսեք մազի ճալվայի տարբերակներ, քունքերից կախված, Երևանյան Արարատյան տարածախմբի ամբողջական տարածահամարիրով կրկին երևանցիներ են,